Ողջույն բոլորին, ձեր էկրաններին կրկին ես եմ այս գեղեցիկ տաղավարում։ Նախորդի ժամանակ այնքան հուզված էի, որ մոռացա անգամ ասեմ, որ այս ամենը ձեզ համար է, նենց որ կարող եք շնորհավորել ու որպես պատասխան բաժանորդագրվել, զանգակել ու լայքել։ Իսկ այսօր կկազմենք շաբաթվա թիմը, կիմանանք մրցանակ ստացողներին ու կծանոթանանք հերոս հակահերոսներին։ Ռեալի ֆանել, վալերիանկա պատրաստ պահեք։ Նավսյակի։ Այս շաբաթ մեր դարպասում կլինի Լեո Ռոմանը, ով քիչ էր մնում Բարսելոնային զրկեր չեմպիոնությունից։ Սելտայի հետ ծանրագույն խաղից հետո կատալոնական թիմը ընդունել էր Մայորկային, ուներ բացարձակ առավելություն, բայց գոլեր չէր խփում, քանի որ Ռոմանը անսասան էր։ Նա հետ էր մղում ցանկացած տեսակի հարվածներ, 12 անգամ փրկելով իր թիմին։ Նա այնքան լուրջ էր տրամադրված, որ հետ էր մղում անգամ Ֆատիի հարվածները։ Ափսոս, որ Օլմոն տղու տրամադրությունը մի քիչ փչացրեց։ Պաշտպանության աչից կգործի Տրենտ Ալեքսանդր Արնոլդը, որը մինչև Ռեալ գնալը մի լավ ուրախացրեց իր երկրպագուներին։ Լիվերպուլին շատ քիչ քայլեր են մնացել չեմպիոնությունը ամրագրելու համար։ Այդ քայլերից էր Լեսթերի հետ խաղը, որը նրանք հաղթեցին հենց Տրենտի գոլի շնորհիվ։ Նա փոխարինման էր մտել 71-րդ րոպեին ու խփեց իր թիմի համար այդքան կարևոր գոլը հետնապահի հետ խաղում։ Ֆեդե Վալվերդեն էլ կխաղա կենտրոնում, նա էլ հաղթանակ ապահովեց Ռեալի համար։ Արսենալի հետ անհաջող խաղերից հետո Ռեալը ակնհայտորեն դուրս չէր եկել շոկից, խաղը կրկին չէր ստացվում, սակայն ինչպես գրեթե միշտ Ֆեդեն չի հանձնվում մինչև վերջ։ Ատլետների հետ խաղում նա բառացիորեն պայքարեց մինչև վերջին արյան կաթիլներն ու գնդակահարեց Սիմոնին ու դարպասը։ Ջոկովիչի ռեակցիան միայն հերիք էր։ Իսկ ձախից կգործի Նաուել Տենալյան Ալավեսից, որը անակնկալ հաղթանակ տարավ Ռեալ Սոսիեդադի նկատմամբ։ Այս խաղում գրանցվել է ընդամենը 1 գոլ, որը խփել է հենց մեր ձախ պաշտպանը։ Բացի գոլը նա շատ հստակ էր նաև պաշտպանական մենապայքարներում ու սահանկումներ կատարելիս։ Միայն փոխանցումների հարցում այնքան լավը չէր, բայց կաշխատենք կուղվի։ Դանի Օլմոն կխաղա դաշտի կենտրոնում, նա մեզ համար գոլ կխփի, երբ մնացածի մոտ չի ստացվի։ Քիչ առաջ նշեցինք Ռոմանի փայլուն խաղը, հիմա հերթը Օլմոյինն է։ Չենք կարող չընդգծել այս ֆուտբոլիստի կարևորությունը Բարսայի համար։ Քանի անգամ է նա փրկել կատալոնացիներին, այս խաղում էլ նրա հարվածը միակն էր ու հասավ նպատակին։ Բարսան շարունակում է Ռեալից պոկված մնալ։ Օլմոյից մի փոքր առաջ կխաղա Նիկո Պասը։ Ես չեմ դադարում հիանալ այս տղայի խաղով։ Ասենք ոնց կարելի էր նման ֆուտբոլիստին բաց թողնել Ռեալ, այն էլ էս կադրային ջարդված վիճակում։ Առանց Նիկոյի չի անցնում Կոմոյի ոչ մի գրոհ։ Նա համակարգում է ամեն ինչ ու կատարում շքեղ գոլային փոխանցումներ, որոնցից մեկը Լեչեի դեմ, որտեղ Կոմոն հաղթեց 3-0 հաշվով, իսկ Ասանե Դիաոն դուբլ գրանցեց։ Ընդհանրապես շատ լավ զույգ է Նիկո Դիաոն։ Ձախից էլ կխաղա Ժերեմի Դոկուն, որի ֆիրմային անցումները մեզ գոլեր ա, որ կբերեն։ Պրեմիեր լիգայի Ասթոն Վիլայի դեմ խաղում Սիթիից շատերը լավ խաղով առանձնացան, բայց բելգիացին շքեղ անցում կատարեց, որից հետո Նունիեշին մնում էր միայն գնդակը ուղարկել դարպասը։ Սիթիի համար շատ կարևոր հաղթանակ ու կարծես հաջորդ տարի քաղաքայինների համար Չեմպիոնների լիգան այնքան էլ երազանք չի։ Հարձակման ձախից կխաղա գերմանական Ունիոն Բերլինի սերբ հարձակվող Անդրեյ Իլիչը։ Նա շատ մեծ մաս կազմեց մի խելահեղ խաղի։ Բունդեսլիգայի Շտուտգարտի դեմ խաղն ավարտվեց 4-4 հաշվով։ Մեր հարձակվողը խփեց խաղի առաջին գոլը ու վերջինը, փրկելով Ունիոնին պարտությունից։ Սակայն ամենազարմանալին այն էր, որ բոլոր 8 գոլերը գրանցվեցին առաջին կեսի ընթացքում։ Գուցե գոլ հաշիվն էր շատ դուր եկել նրանց։ Աջ եզրից կխաղա Լուկա Յովիչը, նա Միլանի երկրպագուներին հաճելի պահեր պարգևեց։ Այս ֆուտբոլիստը 2 գնդակ ուղարկեց Ինտերի դարպասը գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում։ Միլանը այնպես էր խաղում, կարծես ընդհանրապես խնդիրներ չունի, ոնց որ 2000-ականներին էր։ Հատկապես Յովիչը, որը ընթացիկ մրցաշրջանում խփել էր ընդամենը 2 գոլ, նենց տպավորություն է, ոնց որ կոնկրետ Ինտերի դեմ են տրամադրվում միայն։ Իսկ կենտրոնում կդիրքավորվի Արնախում Վիկտոր Գյոկերեշը, որը հերթական հետրիկն է գրանցել պորտուգալական լիգայում։ Սպորտինգը կատաղի պայքար է մղում Բենֆիկայի հետ չեմպիոնության համար։ Այդ ճանապարհին Վիկտորն ու ընկերները չխնայեցին Մորիերենսեին հաղթելով 3-1 հաշվով։ Բոլոր գոլերը խփեց Վիկտորը, վերջինը Տուգանայինից գեղեցիկ հարվածով։ Ձեր կարծիքով ում փայը կդառնա այս գազանը վերջի վերջո։
Այս շաբաթ մեր թիմը կգլխավորի Սերժիո Կոնսենսաուն, ով չնայած Միլանի անկայուն վիճակին կարողանում է ամենապատասխանատու խաղերին հավաքել թիմին, չնայած կարծում եմ նրան այդ գործում շատ լավ օգնում են։ Լաուրեուս ամենամյա սպորտային մրցանակաբաշխություն, որի վարկածով տարվա լավագույն սպորտային թիմ ճանաչվեց, տարվա թիմի մրցանակը ստանում է Մադրիդի Ռեալը։ Արա, տղեկ ջան, մի քիչ համեստություն ունեցեք, թող անունը տա, նոր բարձացեք բեմ։ Ես պնդում եմ, որ ասելու էր Փյունիկ։ Խի եք հոգեբանական ճնշում գործադրում, ոնց որ միշտ էլի։ Բայց լավ, հետո ինչ եղավ։ Լուկա, ինչ եք կարծում, ինչու հենց ձեզ տվեցին այս մրցանակը։ Հա, էլի, այդ որ արժանիքի համար են տալիս մրցանակը, կմտածեն ձեզնից ռեալ չսիրողները, բայց առաջին հերթին մենք հաղթեցինք շատ տիտղոսներ, դա գլխավոր պատճառն է, հետո մենք ռեալն ենք Մադրիդի։ Խոսքը նախորդ մրցաշրջանի մասին էր, թե չէ առհա, թե այս սեզոն մի բան կտան։ Տարվա ամենամեծ առաջընթաց գրանցած մարզիկ ճանաչվեց Լամին Յամալը, որը ելույթ էլ ունեցավ։ Շնորհակալ եմ այս մրցանակի համար, այն ինձ ոգեշնչում է ավելի մեծ առաջընթաց ունենալ այս տարի խաղադաշտում։ Ես պատրաստվում եմ մեծանալ ու շորտերս վեր քաշել։ Տարվա մարզիկը ըստ Լաուրեուսի Մոնդո Դուպլանտիսն է, ձողացածկորտ, որը աշխարհի ռեկորդով նվաճեց օլիմպիական ոսկին։ Այս համբույրին արժանանալու համար Արմանդոն ցատկեց 6.25 մետր, իսկ մեկ ամիս առաջ թարմացրեց սեփական ռեկորդը ցատկելով 6.27 մետր։ Թե ինչ է ստացել նա այս ցատկի համար, չենք կարող ասել, սիրուն չի լինի, որ ցույց տանք։ Բայց օրինակ այս մեկին ինչ պետքա տվել են։ Դե ինչ, եկեք ծանոթանանք առաջիկա խաղերին, որից հետո կփորձեմ իմ փոքրիկ ուղեղով կանխատեսել, թե ով կհաղթի գավաթային կլասիկ եզրափակիչը։ Ապրիլի 29-ին տեղի կունենա Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ Paris Saint-Germain Aston Villa խաղը։ Հաջորդ օրը մյուս կիսաեզրափակիչը Բարսելոնայի ու Ինտերի միջև։ Մայիսի 1-ին Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղերը Ատլետիկ Մանչեսթեր Յունայթեդ եւ Տոտենհեմ Բորդո Գլիմպտ։ Նույն օրը Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղերը կլինեն շվեդական Յորգորդենի եւ Չելսիի, ինչպես նաեւ Բետիսի եւ Ֆիորենտինայի միջև։ Մայիսի 3-ին Անգլիայում հետաքրքիր խաղ է սպասվում Աստոն Վիլայի եւ Ֆուլհեմի միջև, որոնք պայքարում են եվրագավաթային գոտու համար։ Մայիսի 4-ին Անգլիայում Չելսի Լիվերպուլ, Իսպանիայում Ռեալ Մադրիդ Սելտա, Իտալիայում Ֆիորենտինա Ռոմա։ Մենք նշեցինք, որ Ռեալը մեծ դժվարությամբ հաղթեց Ատլետիկին, բայց չասացինք, որ ավելի մեծ դժվարությամբ հաղթեց Խետաֆեին։ Արդա Գյուլերի գոլը միակն էր այդ խաղում։ Ու չնայած այս ծանր վիճակին, թիմի ֆաները տժժում են իրենց համար։ Ուշադիր եղեք, սենց որ գնա, սրանք տրասներին էլ կպարեն։ Բայց Ռեալի այս ամենամոլի երկրպագուները չէին տեսել, որ մի ամբողջ Ռիո Ֆերդինանդ կայֆավատ է լինում իրենց սիրած թիմի վրա։ Չմտածես ախպերս, ես այն տակ կպահեմ։ Բարսելոնայի մոտ էլ ամեն ինչ չի հարթ։ Մի անգամ չի, որ խոսել ենք այդ մասին, բայց կարևոր հարցը մնում է օդում՝ Անսու Ֆատին։ Այս տղեն այնքան վառ մեկնարկ ունեցավ, որ տպավորություն է, թե չեն ուզում իրենից բաժանվել։ Դրա համար էլ առիթավորվում է։ Կատաղել էր, քանի որ նրան այդպես էլ չխաղացրին, բայց փոխարենը Մայորկայի դեմ նա հիմնական կազմում էր, բայց ոչ թե որովհետև Ֆլիկը վախեցավ նրանից, այլ ցանկացավ ուղղակի ցույց տալ, որ նա այս պահին բարձր մակարդակի ֆուտբոլիստ չի։ Լավ նորություններ կան Բարսայի համար Nou Camp-ի հետ կապված։ Չէ, չեն ավարտել վերանորոգումը, բայց զատո գազոնն են փռել։ Ստադիոնը դեռ միայն կարող է որպես արոտավայր ծառայել, ցավոք, ու ինձ թվում է ֆուտբոլիստները մոտավորապես այս տարիքում կլինեն նոր այդ լեգենդար ստադիոնը պատրաստ կլինի։ Լևանդովսկիի հարցում ոչ մի AI չի օգտագործվել։ Նա իրոք այդ տարիքի է։
Ու այս ամենը գավաթային կլասիկ եզրափակչից առաջ։ Մեր հաղորդումը խաղից հետո եթեր կգնա, այդ պատճառով ցանկանում եմ մի փոքրիկ կանխատեսում անել։ Ես շատ եմ ուզում, որ լինի խաղը շատ բուռն մթնոլորտում, շատ քարտերով եւ ես մտածում եմ, որ Ռեալը պենալներով կհաղթի։ Տեսնենք ինչքանով կաշխատի իմ պայծառատեսությունը։ Ջեյմի Վարդին մրցաշրջանի ավարտին կլքի Լեսթերը իր հետ տանելով ֆուտբոլիստի վերացող տեսակ։ Պարզվել է Ժուլ Կունդեի դիմացկունության գաղտնիքը։ Նրան հիմար շորեր հագնելու համար Ֆլիկը ամեն օր վազացնում է Իսպանիայի փողոցներով։ Խոակին Կապարոսը կփորձի Սևիլիային հանել Լա Լիգայի հատակից, օգտագործելով Հայաստանում ձեռք բերված շուստրիությունը։ Բոլոնիան վերջ դրեց Էմպոլիի հերոսություններին եւ ինքը հերոսացավ այս թիմը Միլանի հետ կվիճարկի Իտալիայի գավաթը։ Պեդրին մեր առաջին հերոսն է այս շաբաթ։ Նա շարունակում է խաղալ երկրպագուների ամենանուրբ նյարդային թելերի վրա։ Այս ֆուտբոլիստը 100%-ով համատեղում է էլեգանտությունն ու օգտակար ֆուտբոլը։ Նա այնպես է անցնում դաշտի կենտրոնը, որ անգամ մրցակիցներն են հմայվում ու չեն կարողանում ոչինչ անել։ Դրա համար նրա մասնակցությամբ ոչ մի խաղ չենք առանձնացնում։ Նա լավն է բոլոր խաղերում։ Նյուքասլի գլխավոր մարզիչը վերադարձել է աշխատանքի մեկ շաբաթ հիվանդանոցում անցկացնելուց հետո։ Էդի Հաուն թոքաբորբով պառկած էր եւ բաց է թողել իր թիմի վերջին 3 խաղերը, որոնցից 2-ը հաղթել են, իսկ մեկը պարտվել Ասթոն Վիլային։ Առողջություն մաղթենք 47-ամյա մասնագետին ու ցանկանանք, որ չեմպիոնությունը մի քիչ զուսպ տոնեն։ Լուկա Մոդրիչը առաջ ընկավ Քրիշտիանո Ռոնալդոից։ Ողջույն Սուանսիի ֆաներ, ես Լուկա Մոդրիչն եմ ու շատ ոգևորված եմ այս ճամփորդությամբ։ Հանկարծ չմտածեք, թե խորվաթն էլ տեղափոխվեց ավելի թույլ թիմ, այսինքն տեղափոխվեց, բայց այլ կարգավիճակում։ Լուկա Մոդրիչ եւ Սուանսի Սիթի, ինչպես նա դարձավ ակումբի համասեփականատեր եւ որն է լինելու նրա դերը։ Ակումբի համասեփականատիրոջ կարգավիճակում Լուկան պետք է հավելյալ ճանաչում բերի թիմին, որը շատ հավակնոտ ծրագիր ունի։ Եթե ապագայում այս թիմը սկսի հաղթել, բայց ոչ մեկ չհասկանա, թե ինչպես է դա լինում, ապա արդեն կիմանանք, թե ումից է Մոդրիչը խորհուրդներ հարցնում ակումբը ղեկավարելու հարցում։ Լեո Մեսին շարունակում է հերոսանալ Ամերիկայում։ Նյու Ինգլենդի դարպասը նա 2 չքնաղ գնդակ ուղարկեց։ Ամենայն հավանականությամբ նա պատրաստվում է աշխարհի առաջնությանը Ամերիկայում, որտեղ կլինի դաշտի տիրոջ կարգավիճակում։ Ասում են նա լավ դզվել է Ամերիկայում։ Մի րոպե կներեք։ Ինձ հենց նոր ասացին, որ Լուիս Սուարեսն ու Մեսին հիշել են իրենց ջահել օրերը։ Չէ, նա հաստատ մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Կիլիան Մբապեն խաղում է Ռեալում, բայց կարծես Յուվեի շապիկով լինի։ Մեկ սպիտակ գիծա, մեկ սև, մեկ սպիտակ, մեկ սև ու էլի սև։ Իդեպ հայտնի է դարձել, թե երբ նա կդառնա Չեմպիոնների լիգայի հաղթող։ Ատլետիկո Մադրիդը պարտվելով Լաս Պալմասին վերջնականապես դուրս մնաց չեմպիոնական պայքարից։ Խաղից հետո Դիեգո Սիմեոնեն ասել է. «Կարևորը տղուս ոտը պնդեցրի թիմում»։ Բարսելոնայի ֆինանսական վիճակն այնքան է կայունացել, որ թիմի մարզիչներին թույլատրում են աջ ու ձախ ջարդել iPhone-ներն ու iPad-ները։ Չելսիի երկրպագուները տևական ժամանակ պահանջում են թիմի ղեկավարության հրաժարականը։ Ռոման Աբրամովիչից հետո Տեդ Բոուլին այդպես էլ չի կարողանում խելքի բերել այս լոնդոնյան ակումբը։ Այս ամենին զուգահեռ տեղեկություն տարածվեց, որ ռուս օլիգարխը մանրամասներ է պատմել ակումբի վաճառքի մասին, քանի որ այն շատ հափշտապ է եղել, որովհետև Ռոմանը սանկցիաների տակ էր։ Այսպիսով Աբրամովիչը գործարքի մասին պատմել է A-ից մինչև F։ Սպասվում է, որ այն կհրապարակվի գրքի տեսքով։ Այն լինելու է իսկական բում ֆուտբոլային աշխարհում։ Այնպես որ հրաժարականը անխուսափելի է լինելու։ Վինիսիուսը կարող է որակազրկվել 2 տարով։ Տեղեկությունը պաշտոնական չի, բայց նենց էլ չի բրազիլացին մի բարի պտուղա։
Վինիսիուսի հոր եւ գործակալի կողմից ղեկավարվող ընկերությունը ձեռք է բերել պրոֆեսիոնալ ակումբներ։ Կասկած կա, որ Վինիսիուսը ներգրավված է այդ գործարքներում, ինչը հակասում է FIFA-ի էթիկական նորմերին եւ շահերի բախում է առաջացնում։ FIFA-ն հետաքննություն է սկսել եւ ֆուտբոլիստին 2 տարվա որակազրկում եւ մեծ տուգանք է սպառնում, եթե կասկածները հաստատվեն։ Աղբյուրը իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարզիոն է։ Մենք կհետևենք զարգացումներին եւ ձեզ անպայման տեղյակ կպահենք։ Բոլոր հետաքրքիր նորություններին առաջինը տեղեկանալու համար ձեզ մնում է ընդհանրապես բաժանորդագրվել, զանգակել, որ ոչ մի բան մազապուրծ չլինի ձեր աչքից։ Ինձ մնում է միայն ասել լայքեք, եթե հավանում եք այս տեսանյութը եւ տարածեք։ Կհանդիպենք մյուս շաբաթ։ Առայժմ